Հանրապետականը մտադիր է առաջադրել Դավիթ Համբարձումյանի Առաջին արդեն առաջադրել է։ Առաջադրել են արդեն։ Հա, ինչպես եք վերաբերում այդ տեխնատությանը եւ արդյոք կսատարի Հայաստան խմբակցությունը նրան Հայաստան խմբակցությունը impeachment-ի մասին կարծիք հայտնել է, որևէ անհատակրթ, որևէ անձանց մասին հղում չի եղել, որ Հերմինեն լինի լավ չի, լավ է, Մարինեն լինի վատ է։ Մարինը չկա, դրա համար եմ ասում։ Լավ կքննարկենք, կարծիքը կհայտնենք։ Դուք եք Տերոյանի նման կարծում, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հիմքեր չկան։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բոլոր լեգիտիմ հիմքերը կան, Սեյան Օհանյանի ասածը, այն էր, որ այսօր հիմքը եւ հավաքել 54 падգամավոր իրատեսական չի։ Աշխատեք տարեք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն տանում ենք։ Դա պետք է քննարկենք, թե նախաձեռնության հեղինակները ինչ աշխատանք են տանում։ Պարոն Խաչատյան, այսինքն այդ նախաձեռնությանը աջակցելու համար ձեզ համար նկատի ունեմ ձեր ֆրակցիայի համար շարունակում է կարևոր մնալ այն հարցը, թե արդյոք 34, 30, այս դեպքում 36 էլ չի, արդեն Աղազարյանը ասաց, որ իրանք չեն սատարելու, այսինքն 34 ու պլյուս այն ձայները, որ բավարար կլինի, այս հարցը շարունակում է մնալ արդիական այդ սատարմանը մասնակցելու կամ մաս կազմելու համար։ Չէ, իրանք ասել են ինքը։ Մենք ասում ենք, որպեսզի process-ը գնա, լավ, ինքը պետք է սկսի եւ որոշակի ողջամիտ տևողություն ունենա։ Ավելի վերջնական կարծիք կլինի, երբ լինի ֆրակցիայի հայտարարություն։ Իսկ կոնկրետ անձի որակների Կոնկրետ անձի որակների մասին չենք ասել, չէ՞, մենք երբ հայտարարությունը տարածեցինք impeachment-ի գործընթացի մասին, չենք ասել որևէ անձի մասին, որևէ պահանջներ չի ներկայացել, որ ասենք այս մարդը պահանջներին բավարարում, այս մարդը պահանջներին չի բավարարում, այսինքն դա եղել է ունիվերսալ հայտարարություն։ Իսկ այն որ այս դեպքում արդեն կոնկրետ տեխնացու կա, դուք նրա Կրկնում եմ, թե հայտարարությունը դա մեր հայտարարությունն է, պարոն։ հայտարարությունը, որը տեղել է տեքստը, տեխնացուի վերաբերյալ որևէ չափորոշիչ չի պահանջել, այսինքն ինքը ունիվերսալ է։ Լավ, այսինքն Էլի եմ կրկնում, Դավիթ Համբարձումյանին դες կարող է մի անգամ փողոցում բարևած լինել։ Դա է խնդիրը։ Պիտի մտերիմ ճանաչեք, որն է։ Դու կարծիք ես ինձնից ուզում հարցնել։ Պիտի պարտադիր մտերիմ լինի, որ impeachment-ի։ Դուք ինձնից կարծիք եք ասեմ ես այդ մարդուն մասին այսօր կարծիք չեմ կարող ասեմ, անձամբ չեմ։ Հայտարարությունից հետո քննարկում չի եղել թիմում։ Չէ դեռ, որովհետև հայտարարությունը եղել է շաբաթ կեսօրին։ Որոշում երբ կլինի հստակ։ Չեմ կարող ասեմ, բայց ողջամիտ ժամկետներում։ Պարոն Խաչատյան, այս հայտարարությունից հետո ինչ որ տարբերելի է այսպես շրջանակներից հնչում են կարծիքներ, որ այս քայլով Սերժ Սարգսյան օրինակ ցույց տվեց, որ փորձում է էլի իր աջակցությունը այս տեխնատության առաջադրումով ցույց տալ Նիկոլ Փաշինյանին տեխնացիան, հա։ Մենք մնում ենք նույն հայտարարության մեր շրջանակներում, լավ, եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյան։ Եւ եթե այս թեմայով հարց չկա կաթողիկոսի մասին կրկին։ Պարոն Խաչատրյան, բայց ամեն դեպքում քննադատում են ձեզ, ասում են, որ դուք փոխանակ նկատի չունեմ ձեզ այս խմբակցությանը, ասում են, որ եթե ցանկություն ունեք Փաշինյանին հեռացնելու, ապա դուք ոչ թե պայման կդնեիք, որ գնացեք երկու падգամավոր բերեք եւ 6-ն էլ դուք եղեք, որ մենք մեր 28 ձայները տանք, այլ կհամաձայնվեիք, որպեսզի միասին աշխատանք տանեիք այդ երկու падգամավորի հետ կապված։ Իսկ դուք Լսեք, այդ քննադատողներին, հիմա մի հատ հարց տամ, չգիտեմ ովքեր են քննադատում։ Դաշնակցությունը դեռևս 2019 թվականին մայիսին, երբ մեր հանրության համար վերևն Աստված, ներքևը Փաշինյան, միակ քաղաքական ուժն էինք, որ Փաշինյանին քննադատությամբ եւ հակափաշինյանական հանրահավաք արեցին։ Մասնակիցները մենք էինք, խոսողները մենք էինք։ Հիմա ասել դուք չեք մասնակցում առնվազն անբարոյականություն է։ Մյուսը 20 թվականին հայնիկի փրկության շարժումը, ովքեր էին շարժիչ ուժերը։ Մենք ենք, չէ, ձերբակալվել, մերոնց նկատմամբ մենք քրեական եւ վարչական գործեր հարուցվել, մերոնց նկատմամբ բռնի ուժ կիրառվել, մերոնց նկատմամբ քրեական հոդվածներ։ Մենք ենք այսօր այստեղ պայքարում, էլի որ ասում են, տեսեք, տնտեսությունը աճում է, այդ քննադատողները ինչ են անում։ Ասում են, եթե չուզենայիք, եթե ուզենայիք, եթե չեք ուզում եւ այլն։ Գիտես քեֆանողին քեֆ չի բացի, քննադատողի համար էլ գիտես ինչ ասես կարող է։ Բայց եթե նախկինում կարծել եք, որ impeachment-ը ճիշտ գործընթաց է, հիմա ինչու չեք ուզում, որ այս գործընթացը։ Դա impeachment-ը, պաշտոնը, տեսեք, տարբեր բաներ եք ասում, impeachment-ը ինքը ունի որոշակի, խիստ որոշակի նախապայմաններ։ Այն գործընթացը, որի մասին որ խոսում ենք։ Այսինքն 54 ԿՊԱ-ական падգամավոր
ներողություն, լավ, ասկան 54 պատգամավորներից, որովհետև 4 անկախ պատգամավոր կա, չգիտեմ ոնց իրանք քվեարկեն, պատիվ ունեմը, օքեյ, հիմա ասեցին, վաղ կարող ուրիշ բան ասեմ։ 6 հոգի պատիվ ունեմը, 28 հոգի Հայաստան դաշինքը 34 են, 20 պատգամավոր պակասումը, այսինքն 16-ից 20 ԿՊԱ-ական պետք է տեխնացիայի օգտին քվեարկի։ Ես այսօր հունիսի 9-ին դա ռեալ չեմ համարում։ Բայց որ ասացիք վերև Աստված, ներքև Նիկոլ։ Այն ժամանակ 19 թիվ հանրության համար։ 18-ին էլ այդ արանքում դաշնակցություններ պաշտոններից օգտվում։ Շատ լավ, հետո եւ ինչ որևէ դու խնդիր ունեք դաշնակցության որևէ պաշտոնյաների պաշտոնավարումից։ Կա կոնկրետ որևէ դժգոհություն, որևէ քննադատություն։ Հանրության որոշ հատվածի մոտ կար այն կարծիքը, որ եթե Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի մոտից դաշնակցության հետ կոալիցիան չխզեր, դաշնակցությունը կշարունակեր սատարել Նիկոլ Փաշինյանին։ Եթե դաշնակցությունը սատարեր Նիկոլ Փաշինյանին, դաշնակցությունը օրենսդրական փոփոխություններով իհայտ հրապարակ չէր իշնի։ Ոչ, սուտ է, անամոթ կեղծիք է։ Հոկտեմբերի 2-ին իր հայտարարությունից առաջ մեր Գերագույն Մայմինը հայտարարություն է տարածել, որ մենք դուրս ենք եկել կոալիցիայից։ Ժամկետայնությունը նայի։ Եվ պարոն Խաչատրյան, դուք ինչ եք Առաջինը մենք ենք դուրս եկել։ Նարեկ Մալյանն ասում էր Նարեկ Մալյանի համար ես ոչ պատասխանատվություն չեմ ուզում տալ։ Իմպիչմենտի զանգը խփել։ Ինչ իմպիչմենտ։ Բա ինքն է նախաձեռնողը, թող ինքը այդ զանգը խփի։ Ինքը պատգամավոր չի։ Հետո եւ մենք ասում ենք 28 պատգամավոր կա։ Պարոն Խաչատրյան, Այսինքն եթե ինքը պատգամավոր չի կարա, բա ինչ կարա։ Կարո փողոցում պայքարի։ Դե թող փողոցում պայքարի, արի գնանք տեսնենք երբ է փողոց մարդ բերել։ եւ պարոն Խաչատրյան, վարչապետ Եվ մինչև այսօր քանի հոգի մարդ է փողոց բերել։ եւ վարչապետը փաստորեն Կալանավորվել է, պարոն։ Շատ լավ եւ դրա համար երբ ինքը արմավիր քրեակատարողական հիմնարկում էր, ես իրան այցելել եմ։ Բայց դա չի նշանակում, որ ինքը փող Չեն հավաքվի, պարոն Խաչատրյան, Տեսնենք, մենք միշտ ասում ենք, որ իշխանապողությունը առանց փողոցային ճնշման հնարավոր չէ։ Միշտ փողոցային ճնշման գեներատորները միշտ եղել ենք մենք։ Շատ լավ հասկացանք, մենք գեներատորները եղել ենք մենք։ Հիմա կան մարդիկ ասում են մենք առաջի ջութակ ենք նվագելու, այդ մեկին մեջ բերում եմ։ Կավ առաջնորդությունը ստվազնելու ենք, շատ լավ, ընդունեցինք։ եւ Թող process-ը սկսեն, մենք վերաբերմունքը կարտանք։ Պարոն Խաչատրյան, ընտրությունների օրը փաստորեն արդեն հայտնի է, ուղիղ 1 տարի է մնացել։ Ես կարծեմ ընտրությունների օրը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ թե Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանն է։ Այդ հարցը իրան։ պարոն Խաչատրյան, Բայց եթե դու կարծեմ ուրիշ հարց ունեիք։ Հա, ես ուզում եի հարցնել, ասեք, այդ 1 տարին համարում եք, որ բավարար ժամանակ չէ գուցե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, թե գուցե փողոցային պայքարին հեռացնելու։ Նայեք, մենք երբեք չենք ասել, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու միակ ընդունելի գործիքը ընտրություններն են։ Երբեք չենք ասել։ Մենք ասել ենք բոլոր հնարավոր միջոցները, ընտրություններ եւ փողոցային պայքար։ Ճիշտը դրանց համադրումն է։ Չի ստացվում տենց։ Ով ասես տենց։ Այսինքն հնարավոր է առաջիկան գործընթացը Հնարավոր է։ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություն Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք ընտրություն չի լինում, եթե լինում է երկրում ընտրություններ, կուսակցությունը որոշում է մասնակցի թե չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններ գնալ չի։ Դա Նիկոլ Փաշինյանի դեմ ընտրությունների գնալը։ բավարարել, այս դեպքում արդյոք օբյեկտիվ ընտրություններ պետք է լինեն։ Խաղանցիկ ընտրություններ պետք է լինեն, խախտումներ չեն լինի, եթե Եվ որպեսզի խախտումների հավանականությունը ավելի փոքր լինի, ընդդիմությունը խորհրդարանական պետք է ունենա մասնակցություն, ներկայացվածություն ընտրական հանձնաժողովներում։ Կարծում եմ շատերին դա դուր չի գալիս։